Ժառանգություն խմբակցությունը չի մասնակցել ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի առաջարկած 4+4+4 ձևաչափով հանդիպմանը, քանի որ գրավոր հրավեր չի ստացել։ Քանի որ մեր խմբակցությունում կա յուրահատուկ իրավիճակ, բայց ես այն նամակները, որոնց ստացել եմ ոնց քարտուղար, տեղակ եմ պահել անդամներին քարտուղարության միջոցով, որ բոլորը ցանկություն ունեն մասնակցելու։ Թևան Պողոսյանը ողջունում է նման հանդիպումներն ու քննարկումները, սակայն նրան զարմացրել էր ազգային ժողովի անցակետում ID քարտերի հետ կապված խնդիրը, երբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հրաժարվում էին դրանք թողնել անցակետում։ Եթե մեր նպատակը գալ մտնել բանակցելն է, տղաներ ջան, ուրեմն հասարակ անձնագիր վերցեք բերեք։ Պարոն Պողոսյանը մասնակցում էր ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր ռոռոկման համակարգերի արդիականացում ծրագրի համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից $40 միլիոն ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը։ Նա ազգային խայտառակություն համարեց, որ սահմանապահ Բերքաբեր համայնքը խմելու ջուր չունի։ Ձեր այցելության պահին խմելու ջուր չի եղել, չեմ կարծում, որ դա խայտառակություն է։ Ճիշտ հակառակը, կարծում եմ, որ պետք է համակարգը փորձարկել եւ հանձնել շահագործման։ 1 տարի առաջ ջրատարը հանձնել են ու ջուր չկա, չեմ կարող բացի խայտառակությունից ուրիշ բառ ասել։ Քննարկումից հետո փորձեցին Կարամ Հարությունյանից որպես Կոտայքի նախկին մարզպետ հետաքրքրվել Հրազդանի քաղաքապետի ընտրություններից։ Նրա պատասխանը անսպասելի էր։ Քննարկվող հարցերի շուրջ հարցեր ունեք։ Շնորհակալություն։